մենք նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ, բայց դա չի նշանակում մենք անելու ենք այն, ինչ գրված է այնտեղ։ Տեսած կլինեք կալուգացիների են ապուշ վիդեոները Հայաստանի իբր ադրբեջանացման վերաբերյալ, այն որ Հայաստանի փողոցները լցվում են ադրբեջանցիներով, չգիտեմ Հայաստանում ադրբեջանական դրոշներ են եւ այլն։ Բայց ես ուզում եմ մի հատ հասկանանք էլի սա ոնց է տեղի ունեցել։ Այսինքն իրանք իրանց թիմով հավաքվել են, մտածել են ինչ անենք, եկեք պատկերենք Հայաստանը ադրբեջանացված, որ մարդիկ սարսափեն։ Կալուգացի օլիգարխները անձամբ են իրար ոչինչ չասող sense դեմքով նստած ասել են լավ արեք։ Հետո գտել են մարդ, ռեժիսոր, սցենարիստ, բյուջեն տող են առանձնացրել հատուկ դրան, փող են տվել, ասել են սցենար գրի։ Այդ սցենարիստը նստել գրել է, օրինակ, կետ համար 1 պատկերել վիդեո, որտեղ հանրապետության հրապարակում Հայաստանի դրոշի փոխարեն ադրբեջանական դրոշն է, ասենք կետ համար 2, Երևանի փողոցները լցված են ադրբեջանցիներով, կետ համար 3, Ցեղասպանության հուշահամալիրը քանդել, տեղը մզկիթ սարքել, հայերին ներկայացնել նամազ անելիս։ Դուք հասկանում եք, չէ՞, մեկ հայ մարդ, sense բան է մտածել, մյուս հայ մարդուն փող է տվել, որպեսզի այդ մյուս հայ մարդը նստի սցենար գրի, որտեղ Հայաստանի դրոշի տեղ Ադրբեջանի դրոշ են դնում, Հայաստանը պատկերվում է ադրբեջանցիներով լի, մզկիթներ եւ այսպես շարունակ։ Լավ, ես սրա անունը ինչ դնեմ, լավ, այսինքն դուք հայ մարդուն այդքան հիմարի տեղ եք դնում, որ մտածում եք այս կուտը պետքա ուտի, կամ ինչքան պետքա արժանապատվությունից զուրկ լինի հայ մարդը, որ փող տա մյուս հայ մարդուն, որն էլ գրի այս անասուն սցենարներ։ Կալուգացի Սամոզվանիեցը այսպիսի բան է ասել։ Ես միշտ ասում եմ, գոնե ցույց տվեք 8 տարվա մեջ, որ իրենք ստեղծել են մեկ ձեռնարկություն, բացի մեր ստեղծածից, որտեղ 200 մարդ աշխատում է։ Իսկ իրականում 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է 70 ձեռնարկություն, որտեղ 2026 թվականի մարտի դրությամբ աշխատել է 200 եւ ավելի մարդ։ Ընդհանուր առմամբ 36636 հոգի։ Կալուգացի շպիոնի եղբոր որդին Նարեկը Կարապետյան հաստատեց Սամվել Կարապետյանի անձնագրային տվյալներում գրված է FSB։ Իհարկե Նարեկը ինչ-որ տափակ մեկնաբանություններով էր փորձում բացատրել այս ամենը, հիմնավորելով թե վերջինս 60-ականների ծնունդը դրա համար էլ գրված է FSB, բայց սրանք ընդամենը տափակ մեկնաբանություններ են, եւ այո, փաստենք, մենք գործ ունենք կալուգացի շպիոնի հետ, ում փուռը տվեց նաեւ հարազատ եղբոր որդին Նարեկը, հիմնավորելով, որ վերջինիս անձնագրային տվյալներում գրված է FSB։ Պետական դավաճանության ու լրտեսության մեղադրանքով ձերբակալված Անդրանիկ Թևանյանի թեմակիցը, որը Քոչարյանի ցուցակով է առաջադրվել պատգամության թեկնածու, այսօր ասել է, որ այդ զինտեխնիկան, որը մենք գնել ենք եւ կցուցադրվի մայիսի 28-ին, մենք գնել ենք ոչ թե Թուրքիա եւ Ադրբեջանի դեմ օգտագործելու համար, այլ դե Պարզաուն դեմ օգտագործելու համար, արևմուտքը բերել ստեղ զենք հալեցել եւ այլն եւ այլն։ Սկսենք նրանից, որ մենք զենտեխնիկան կոնկրետ որևէ մեկի դեմ օգտագործելու համար չենք գնել, որովհետև մեր ռազմավարությունը խաղաղությունն է եւ մենք խաղաղություն ենք հաստատել եւ եթե ամեն ինչ գնա ըստ մեր ծրագրի, այդ զենք օգտագործելու կարիք չի լինի։ Երկրորդը, ցանկացած երկիր զենտեխնիկա գնում է իր տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը պաշտպանելու համար ու դա էլ մենք անում ենք։ Եվ երրորդը, այս մարդիկ էլ ոնց ասեն, որ իրանք դավաճան են։ Բառից բուն իմաստով դավաճան, որտեղ հիշում եք, չէ, երբ որ մենք զենք չէին վաճառում մեր ավանդական դաշնակիցները, իրանք ասում են, տեսեք, զենք չեն առնում, ես ինչ չեն անում, տեսեք, բանակը չեն հզորացնում։ Հիմա երբ որ ահռելի քանակի զինտեխնիկա ենք առել, աշխարհի ամենահզոր զինտեխնիկաներ, ամենաժամանակակից ոչ թե 80-ականների այդ ջարդոնը, ասում են, չէ, էսի գիտեք ինչ, ուրիշ նպատակներով են առնում։ Խելքների ձուն կա։ Նոր ձայնագրություններ են հրապարակվել կալուգացի օլիգարխի կամ ավելի ճիշտ կալուգացի շպիոնի կուսակցության արկածներից։ Հələ լսեք սրանք էլի ինչեր են խոսում իրար մասին։ Ինչքան կանգնակետ էշկա հայկած բերել լսելստ է։ Ինձ ասում ասում են ինչքան էշկա բերը հավաքել եք մեր շուրջը։ Հասկանում եք, չէ՞։ Այս արտահայտությունները նրանք ասում են այն մարդկանց մասին, ովքեր իրան շուրջն են հավաքված, ում փող են տալիս, որ իրանց համար ինչ որ հանցագործության գնան, ինչ որ գործ անեն, հանցավոր գործեր անեն։ Մի հատ էլ հետաքրքիր դրվագ կա այս ձայնագրության մեջ։ Սահմանափակված սրանց միջով հունիսի 8-ը պետք է քերես փողերը
ասում է մինչև հունիսի 8-ը պետքա ինչքան կարանք քերենք։ Հասկանում եք, չէ՞, ինչա կատարվում սրանց թիմի ներսում։ Գցում են իրար, ինչ ասես չեն ասում իրար, հայոյում են իրար հետևից, ինչ ասես չեն խոսում։ Անսկզբունք, անինքնասեր մարդկանց մի հավաքածու։ Չնայած էլ ինչ պետքա ասել մարդկանց մասին, ովքեր փորձում են Հայաստանի Հանրապետությունում փողով կամ այլ հանցավոր միջոցով գնել մարդկանց իրավունքը, ազդել մարդկանց ընտրական իրավունքի վրա եւ այդպիսով վաճառել մեր պետությունը։ Ոչ մի լավ բան հաստատապես չի կարելի ասել։ Ու հələ սրանք էլ տեղեր կա նստում են արտահայտվում են թե բա ինքնասիրություն ով ունի պետքա գնա ընտրի կալուգացի օլիգարխի կուսակցությանը։ Լրիվ հակառակն է։ Պետությունը հարգող, սիրող, ինքնասիրություն ունեցող մարդիկ գնալու են եւ ընտրելու են ազատությունը, ընտրելու են խաղաղությունը եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, հատկապես այս կալուգացի օլիգարխի, կալուգացի շպիոնի կուսակցությունը պետք է ստանա 0 ձայն, ջախջախվի առաջիկա ընտրություններում եւ հույս էլ չունենա խորհրդարան անցնելու մասին, որովհետեւ պետք է վերջնականապես փակվի գործակալական ցանցի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում, ել չեմ խոսում գործակալական ցանցի գոյությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Ժողովուրդ անհայրենիք ստահակների կոհորտան, նույն ինքը պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մի եղկելի քարոզչական արշավ են սկսել իմ այս Facebook-յան էջի դեմ, ինչպես նաև իմ գործընկերների, եւ փորձում են լռեցնել մեր ձայնը եւ թույլ չտալ, որպեսզի մենք ձեզ հետ շարունակենք խոսել ճշմարտության մասին եւ մերկացնել նրանց եղկելի ու սրբապիղծ պարագլուխներին, ինչպես նաեւ մերկացնել նրանց սրբապիղծ նպատակներն ու պլանները։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ այս էջին, եթե դեռ չեք բաժանորդագրվել, մեկնաբանություն ներգրեք եւ միասին շարունակենք մեր պայքարը տեր կանգնելու խաղաղությանը, տեր կանգնելու ինքնիշխանությանը, տեր կանգնելու պետականությանը։ Այս ճանապարհը բարդ է, բայց այս ճանապարհը առաքելություն է եւ մենք այդ առաքելությունը միասին պսակելու ենք հաղթանակով եւ հաջողությամբ։ Եթե դուք բոլոր թվերը տեսած ելնեիք ու իմանայիք, ձեր պետությունն էլ այդքան չի արել։ Ես գիտեմ։ Տեսնում եք, չէ, ուժեղները քաղաքական էյֆորիայի մեջ են ընկել, բայց ընդամենը 13 օրից այդ քաղաքական էյֆորիան փոխվելու է ծանր հիասթափության, թե բա ձեր պետությունը, բա որ մեր պետությունը, դուք ինչ գործ ունեք մեր պետության հետ։ Ու իդեպ կարծում եմ Սամվել Կարապետյանն էլ պիտի Մարգարիտա Սիմոնյանի օրինակին հետևելով դենեթե թեստ հանձնի։ Մի հատ հասկանալու համար, պարոն Կարապետյանը, քանի տոկոսով ունի հայկական ծագում։ Ստեցություն Ժորժ ջան, ստեցություն։ Արա Փաշյան, вот գրեց, ծափտանը մեծ սեխմը վելեսի պրոստը, այսնը մեծ ստորագրի, եմ ճիգար շքամերը փոյ, այդ սեխմած, Տասնու թվի Միքայելյանն ստում է ստորագրել։ Ինչքան ստորագրվեց։ Եղավ, հաջողվեց։ Հետո ալացում։ Պարոն վարչապետ, ձեզ շատ եմ սիրում։ Ես Որ 18 տարեկայից բարձրելն է, ձեզ կընտրել։ Շատ լավ, իսկ հայրիկ մայրիկ ընտրում են մեզ։ Դե կարամ էլի։ Շնորհակալ եմ։ Չեմ հիմա, չեմ հակադարձել այդ մեղադրանքին, բայց ես էլի ասում եմ, նրանք երբ որ ասում են, իրանք բանակ են ժառանգել, այդ երբ որ մենք ասում ենք կանսերվի կոկոշները մենակ դիրքերից կախված, կանսերվի կոկոշները չեն եղել, այլ նաև մեր ունեցած զենք զինամթերքի 60%-ը հենց կանսերվի կոկոշի կարգավիճակ է ունեցել, այ մենք տենց բանակ ենք ժառանգել, եւ այդ բանակի ավերակների վրա նույնիսկ նոր բանակ կառուցել հնարավոր չէր, մենք այդ բանակի այդ ավերակները մաքրել ենք տարածքը բանակի ավերակներից, եւ այսօր մենք ունենք ժամանակակից գեր ժամանակակից պարազինության բանակ, եւ դուք դա սեփական աչքերով եք տեսնելու։ Եթե մենք այսօր սպասում ենք վաղվան, վաղն սպասելու ենք մյուս օրվան, մյուս օրը մյուս օրվան, մյուս տարի մյուս տարվան, մյուս դարում մյուս տարվան։ Ու մենք հազարամյա սպասման մեջ ենք, որ այս տարածքում ունենանք պետություն։ Եվ Բագրատունիներից հետո
Այս տարածքում մենք ունեցել ենք պետություն, իմիջիալոց այս տարածքից արտագաղթը այդ ժամանակներում ա սկսել։ Երբ որ հենց Ծաղկաձորից Պահլավունիները թողել գաղթել են գնացել են Կիլիկիա, Լիբանանը, հայրենիքը։ Հիմա մենք պետությունը վերադարձնել ենք Հայաստան ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե։ Եվ մենք ասում ենք ժողովուրդ ջան, պետք չի ասել լավա լինելու, որովհետև լավա հիմա եւ պետքա լավ լինի հիմա։ Մենք չպետք է ասենք մենք այսօր պետք է տառապենք, որ վաղը լավը լինի։ Մենք այսօր պետքա լավը լինի, որ վաղն էլ լավը լինի։ Եվ հետեւաբար այսօր լավ է, ու վաղն էլ է լավը լինելու։ Մյուս օրն էլ է ու այդպես շարունակ։ Եվ ես դրա համար շնորհավորում եմ բոլորին։ Բայց դուք կարաք հաստատ ասեք մի րոպե, ինչով է լավ որ։ Ինչով է լավ։ Լավա հետևյալով։ Չէ, այդ անձերը թողենք մի կողմ։ Լավա նրանով, որ այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ։ 88 թվից մինչև 2024 թվականը տուն չենք վերադարձել, այդ մեր ոդիսականն է եղել։ Այն տարբերությամբ, որ եթե ոդիսևսը նավով է ճամփորդել եւ իր դեգերումները նավով են եղել, մեր դեգերումները մեր մտքի մեջ են եղել։ Մենք գնացել ենք կռիվ ու Հայաստան չենք վերադարձել։ Ու Հայաստանում այդ տան զգացողությունը չենք ունեցել, չենք ապրել։ Այդ զգացողությունը, որ մենք տանն ենք, չենք ունեցել։ Եվ անընդհատ մենք Հայաստանում մեզ զգացել ենք ճամփորդի կարգավիճակում, որ գնում ենք, ինչ որ մի տեղ ենք գնում, ինչ որ մի հայրենիք ենք փնտրում, ինչ որ մի հանգրվան ենք փնտրում։ Եվ մենակ 2024 թվականին եկել այդ զգացողությունը, որ լսեք, մենք տանն ենք ոնց որ, մեզ պետք չի փնտրել, եւ մենք այդ զգացողության մեջ ենք, որ երկարատև ճամփորդությունից հետո վերադարձել ենք տուն ու նստել ենք, տենց բանկա հայերենում ոնց որ տենց բարբարների մեջ տուն նստել հասկացություն կա, չէ, ասում են Իջևանում օրինակ ասում են տունա նստել, այսինքն տնավորվելա տունա նստել։ Հիմա մեզ հետ է տեղի ունենում ժողովուրդ, մենք տուն ենք նստում, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր տունը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք ստեղ տնավորվում ենք եւ ստեղ պետքա ապրենք դարերով ու հազարամյակներով։ Տեղի ունենում Ժողովուրդ ջան, տեղի ունենում Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարճ այցը Հայաստանի Հանրապետություն եւ այդ այցի կարևորագույն առիթներից մեկը արձանագրելն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը, այսինքն TRIP նախագիծը դառնում է իրականություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրել են տեքստը, ինչը նշանակում է, որ տեքստը համաձայնեցված է եւ պատրաստ է վերջնական ստորագրման։ Առաջիկայում վերջնական կստորագրվի եւ ի վերջո դա գիտեք ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունը այլևս շրջափակված պետություն չի լինում։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ սա շատ կարեւոր առիթ է խաղաղության խաչմերուկի։ Մեզ ասում էին, ժողովուրդ հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք։ Ասում էին Սյունիքը տալիս են, ասում են Մեղրին տալիս են, ասում էին Միչանցք են տալիս եւ այդ համաձայնեցված փաստաթղթում արձանագրվում է, որ TRIP նախագիծը
գործումը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում եւ դրանով Հայաստանի Հանրապետությունը ուղիղ հասանելիություն ստանում նաեւ միջազգային երկաթուղային ցանցերին։ Չնայած այսօր արդեն այդ հասանելիությունը մենք ստացել ենք, որովհետեւ 2 օր առաջ Ախալքալակ կարս երկաթուղին է բացվել Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա էական փոփոխություն է, ժողովուրդ ջան, մեր իրականության մեջ էական փոփոխություն է եւ գիտեք ինտեր չի կանգնելու։ Այո, մենք կարող ենք բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարցեր քննարկել, համայնքային, բայց հարցերի հարցը հետեւյալն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղության տեր կանգնելու է թե չէ։ Իսկ հարցը ինչու է ծագում, որովհետև մեր խաղաղությունը 9 ամսական է եւ 9 ամսական խաղաղությունը 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Յուրաքանչյուր տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ տան ուրախությունն ու երջանկությունն է եւ այդ տան ամենակարևոր անդամը, բայց 9 ամսական երեխան 9 ամսական խաղաղության հետ մի ուրիշ ընդհանրություն նույնպես ունի։ Եթե նրա նկատմամբ խնամք չտանես, հոգ չտանես, չի ապրի։ 9 ամսական երեխան կապրի, եթե հոգ չտանես։ Նույնն է խաղաղությունն է։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, թե եկեք այդ երեխային որբանոց հանձնենք, որովհետև մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը, ի վիճակի չենք տեր կանգնել մեր ճակատագրին, որովհետև խաղաղությունը հանձնել ուրիշի խնամքին նշանակում է մեր ճակատագիրը հանձնել ուրիշների քմահաճույքին, բայց մենք ասում ենք ոչ, որովհետև համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս կա ժողովուրդ, այլևս կա քաղաքացի, որ կարող է տեր կանգնել իր ճակատագրին, կարող է տեր կանգնել իր խաղաղությանը։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է առերեսվել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի եւ չի կարող լինել ինքնանպատակ։ Իսկ 16-ին քվեարկելը նշանակում է, որ ժողովուրդը պետությանը տեր է, անկախությանը տեր է, ապագային տեր է, խաղաղությանը տեր է։ Եվ շատ կարևոր է նաեւ, որ Հայաստանի քաղաքացին, սիրելի ժողովուրդ, ձեզնից յուրաքանչյուրը առերեսվի իր ուժի հետ։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է առերեսվի, գնահատի իր ուժը։ Հիմա օրինակ դուք որ